Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօրվա հրատապ նիստ ենք հրավիրել, արտահայտ նիստ, որակարգը ներկայացված է, որակարգի հարցի զեկուցման համար ձայնագրվում է պարոն Ստեփանյանը։ Հարգելի գործընկերներ, այսօրվա արտահայտ նիստի հրավիրվելու օրակարգում ներառված է մեկ հարց, ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, նաև հայտնեմ, թե ինչու հրատապ նիստի կարիք առաջացավ արտահերթ, քանի որ մեր հերթական նիստը նախատեսված էր փետրվարի 18-ին եւ ինչպես գիտեք, համայնքներում ներդրվել մասնակցային բյուջետավորման գործընթացներ, որը ենթադրում է մեր բնակիչների մասնակցությունը սուբվենցիոն կամ ենթակառուցվածքների զարգացման այլ ծրագրերի հետ կապված ակտիվ մասնակցությունը եւ իրենց առաջարկների արդյունքում ձևավորվող ծրագիր եւ դա մենք պետք է ներկայացնեինք արդեն վերջնական մարտի 1-ին եւ ժամկետների հետ խնդիր էինք ունենում, եթե մենք դա իրականացնեինք մեր հերթական ընթացակարգով, ուստի ձեզ հրավիրել ենք արտահերթ նիստի, որպեսզի ժամանակի առումով մենք կարողանանք փաստաթղթավորումը եւ այդ մասնակցային բյուջետավորման հետ կապված բոլոր ընթացակարգերը պատշաճ կատարենք։ Կառավարության կողմից 26 թվականի ճամբարակ համայնքին տրամադրվում է 29.700.000 դրամ եւ առնվազն դրա 20%-ը համայնքի կողմից պետք է ներդրում կատարվի, որպեսզի մենք բնակիչներին արդեն իրազեկենք այդ ծրագրերի գոնե արդեն մոտավոր գումարների մասին եւ որպեսզի նաեւ կարողանանք լուրջ ինչ-որ մի ծրագիր իրականացնենք, համայնքի կողմից առաջարկում ենք ևս 30 միլիոն դրամ ներդնենք եւ ընդհանուր առմամբ կազմվի 60 միլիոն դրամ։ Այդ գումարով հնարավոր է իրականացնել նույնիսկ ոչ թե մեկ ծրագիր, այլ մեկից ավել ծրագիր, եթե դա մենք կարողանում ենք տեղավորենք նշված բյուջեի սահմաններում։ Եթե հարցեր կան, կարող եմ մանրամասնել։ Այստեղ քվեարկման ընթացակարգի հետ 5000 բնակիչը քվեների հետ հաշվելու նվազագույն տոկոսը ծրագիրը հաղթելու համար պետք է տվյալ ծրագրի համար քվեարկություն կազմակերպի։ Այդ ընթացակարգներն ենք մենք իրազեկում, բնակիչները ոնց են մտնում, ոնց են գրանցվում, ոնց են քվեարկում եւ այստեղ ուղղակի տարբերակացա, որ քանի բնակչից ունեցող, ասենք 5000 բնակիչ ունեցող բնակավայրերում բնակչության որոշակի տոկոսի դեպքում գոնե նվազագույն մասնակիցը պետք է ասենք այդքան լինի։ Մինչև 5000 եւ 5000-ից ավելը այս դեպքում 2%, եթե առաջարկ նախագիծը նախատեսվում է իրականացնել, այսինքն 1000 հոգյանոց բնակավայրում մինչև 2%-ը դե մենք չունենք 5000-ից բոլոր բնակավայրերը ճամբարակ քաղաքը կա։ Հա, մնացած բնակավայրերում 1%։ Գյուղական բնակավայրերը ոչ մեկը չի գերազանցում 5000 բնակչությունը, մենք այս դեպքում եթե գյուղականա 1%։ Եվ ուղղակի կրկնեմ, որ հրատապությունը որոշակի ընթացակարգ է պահանջում մասնակցային բյուջետավորում, եթե այլ դեպքում մենք սուբվենցիոն ծրագրերը ձեր հետ միասին քննարկում ենք եւ հանրային նաեւ քննարկման արդյունքում ձևավորում առաջարկ, այս դեպքում բնակիչներն են ձևավորում իրենց կողմից առաջարկ եւ ասենք հնարավոր է մեկից ավել առաջարկներ լինեն եւ արդեն քվեարկության նաեւ ժամկետ է նշանակվում, ընթացակարգով որքան ժամկետ եւ այդ ընթացքում քվեարկության արդյունքում ավելի շատ ձայն հավաքած նախագիծը արդեն պատրաստանում է հավանության եւ հետագա արդեն իրագործման է տրվում։ Քվեարկությունները համայնքներում պետք է Համայնքի տարածքում իրավունք ունի քվեարկությանը մասնակցի համայնքի գրանցված բնակիչ, այլ համայնքի բնակիչ չի կարող քվեարկի եւ օգտվելով առիթից, որ մենք այս բանին նաեւ եթե ունենք եւ մեզ
հետևողներ կան, առաջարկում եմ եւ խնդրում ակտիվ մասնակցեն, ուշադիր լինեն մեր հայտարարությունների եւ ակտիվ մասնակցություն ունենան քվեարկությանը եւ առաջարկությունների ներկայացմանը։ Հենց ծրագրի նպատակներից մեկն է սա, որ մեր բնակիչներն նաև հաղորդակից լինեն համայնքային այս աշխատանքներին, իրենց մասնակցություններ ունենան, առաջարկությունները իհարկե շատ կարևոր է։ Հիմա համայնքապետարանը որոշել են, որ ինչ-որ մի բնակավայրում խաղարապարակ սարքել, կարող է բնակավայրի բնակիչները առաջնահերթությունը տալիս են լրիվ ուրիշ ուղղվածության։ Հենց իմաստը դրա մեջ է, որ քվեարկությամբ նաև խնդրի բացահայտում լինի։ Եվ ճիշտ է հորդորը, որ բոլորն էլ ակտիվ մասնակցություն ունենան եւ քննարկումներին եւ քվեարկության ժամանակ։ Այլ հարցեր, եթե չկան, խնդրում եմ հաստատել նախագիծը, ովքեր են համաձայն։ Դեմ չկա, որոշում ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր օրակարգում գրված միակ հարցի ավարտվեց, նիստը